Ղուկաս 22 Հուդայի համաձայնությունը մատնելու Հիսուսին։ Մոտեցավ բաղարջակերած տոնը, որը կոչվում էր Պասեք։ Իսկ քահանայապետերն ու օրենսգետները հնար էին փնտրում, թե ինչպես սպանեն նրան, բայց վախենում էին ժողովրդից։ Ապա սատանան մտավ Իսկարիովտացի կոչված Հուդայի մեջ, որ 12-ի թվում էր։ Սա գնաց բանակցեց քահանայապետների, օրենսգետների և ժողովրդի իշխանավորների հետ, որ Հիսուսին նրանց մատնի։ Նրանք ուրախացան և խոստացան նրան արծաթ տալ։ Եվ նա հանձն առավ ու պատեհ առիթ էր փնտրում նրան մատնելու նրանց ամբոխից մեկուսի։ Վերջին ընթրիքը։ Եկավ բաղարջակերած օրը, երբ օրենք էր մորթել Պասեքը։ Եվ նա ուղարկեց Պետրոսին և Հովհաննեսին ու ասաց. «Գնացեք, պատրաստեցեք մեզ համար Պասեքի ընթրիքը, որ ուտենք»։ Եվ նրանք ասացին. «Ո՞ւր ես ուզում, որ պատրաստենք»։ Եվ նրանց ասաց. «Ահա, երբ քաղաքը մտնեք, ձեզ կհանդիպի մի մարդ ջրի սափորը բարձած։ Գնացեք նրա հետևից այն տունը, ուր նա կմտնի, և կասեք տանտիրոջը. վարդապետը քեզ ասում է, ուր է այն հյուրասրահը, որտեղ աշակերտներիս հետ պիտի ուտեմ Պասեքի ընթրիքը։ Եվ նա ձեզ ցույց կտա զարդարված մի մեծ վերնատուն, և այնտեղ կպատրաստեք»։ Եվ աշակերտները գնացին գտան ինչպես որ իրենց ասել էր, և պատրաստեցին Պասեքը։ Եվ երբ ժամը հասավ, սեղան նստեց, և 12 առաքյալներն էլ իր հետ։ Եվ նրանց ասաց. «Հույժ ցանկացա այս Պասեքի ընթրիքը ուտել ձեզ հետ, քանի դեռ չեմ չարչարվել։ Բայց ասում եմ ձեզ, թե այլևս չեմ ուտելու սրանից, մինչև որ Պասեքը կատարվի Աստծու արքայության մեջ»։ Եվ բաժակը վերցնելով գոհություն հայտնեց Աստծուն և ասաց. «Առեք այս և բաժանեցեք ձեր մեջ։ Ասում եմ ձեզ, թե այսուհետև որդատունկի բերքից չեմ խմելու, մինչև որ գա Աստծու արքայությունը»։ Եվ հաց վերցնելով գոհություն հայտնեց Աստծուն, կտրեց, տվեց նրանց և ասաց. «Այս է իմ մարմինը, որ շատերի համար է տրված. այս արեք իմ հիշատակի համար»։ Նույնպես և բաժակը վերցրեց ընթրիքից հետո և ասաց. «Այս բաժակը նոր ուխտ է իմ արյունով, ձեզ համար թափված։ Բայց ահավասիկ իմ մատնիչի ձեռքը ինձ հետ այս սեղանի վրա է։ Եվ մարդու որդին աշխարհից կգնա ըստ սահմանվածի, բայց վայ այն մարդուն, ում ձեռքով կմատնվի»։ Եվ նրանք սկսեցին հարցնել իրար մեջ, թե իրենցից ով է, որ այդ անելու է։ Մեծը արքայության մեջ։ Եվ նրանց մեջ հակաճառություն առաջացավ, թե իրենցից ով պիտի մեծ համարվի։ Եվ նա նրանց ասաց. «Ազգերի թագավորները տիրում են իրենց ժողովուրդների վրա, և նրանք, որ իշխում են նրանց վրա, բարերարներ են կոչվում։ Բայց դուք այդպես չլինեք, այլ ով որ մեծ է ձեր մեջ, թող լինի ինչպես կրտսերը, իսկ առաջնորդը ինչպես սպասավորը։ Ո՞վ է մեծ, սեղան նստողը, թե սպասավորը։ Չէ՞ որ սեղան նստողը։ Բայց ես ձեր մեջ եմ իբրև սպասավոր»։ Առաքյալներին խոստացված վարձատրությունը։ Եվ դուք եք, որ իմ փորձությունների մեջ ինձ հետ էիք մնում մինչև այժմ։ Եվ ես խոստանում եմ ձեզ, ինչպես և իմ Հայրը ինձ խոստացավ տալու արքայությունը,
որ ուտեք և խմեք իմ սեղանից, իմ արքայության մեջ, և նստեք 12 գահերի վրա, դատելու Իսրայելի 12 ցեղերը։ Կանխասացություն Պետրոսի ուրացության մասին։ Եվ Տերն ասաց. Սիմոն, Սիմոն, ահա սատանան ուզեց ձեզ ցորենի նման մաղել, բայց ես աղոթեցի քեզ համար, որպեսզի քո հավատը չպակասի, և դու, երբ վերադառնաս ինձ, հաստատես քո եղբայրներին։ Եվ Պետրոսն ասաց. Տեր, պատրաստ եմ քեզ հետ գնալ և բանտ և դեպի մահ։ Եվ նա նրան ասաց. ասում եմ քեզ, Պետրոս, այսօր դեռ աքաղաղը կանչած չպիտի լինի, մինչև որ դու 3 անգամ ուրանաս, ասելով, թե ինձ չես ճանաչում։ Քսակ, մախաղ և սուր։ Եվ նրանց ասաց. երբ ուղարկեցի ձեզ առանց քսակի, մախաղի և կոշիկների, մի՞թե որևէ բանի կարոտ մնացիք։ Եվ նրանք ասացին. և ոչ մի բանի։ Ապա ասաց. իսկ այժմ, ով որ քսակ ունի, թող վերցնի այն, նույնպես և մախաղ, իսկ ով որ չունի, թող վաճառի իր վերարկուն և իր համար սուր գնի։ Բայց ասում եմ ձեզ, այս ևս, որ գրված է, պետք է որ կատարվի իմ վրա, թե անօրենների հետ դասվեց, որովհետև ինչ որ ինձ համար է գրված, կատարվելու վրա է։ Եվ նրանք ասացին. Տեր, ահավասիկ այստեղ 2 սուր կա։ Եվ նրանց ասաց. բավական է։ Աղոթք Ձիթենյաց լեռան վրա։ Եվ Հիսուս ըստ իր սովորության ելավ գնաց Ձիթենյաց լեռը։ Նրա հետևից գնացին և աշակերտները։ Երբ տեղ հասավ, ասաց նրանց. աղոթքի կանգնեցեք, որ փորձության մեջ չընկնեք։ Եվ ինքը հեռացավ նրանցից, մոտ մի քառընկեց, ծնրադրեց, աղոթում էր և ասում. Հայր, եթե կամենում ես, այս բաժակը ինձնից հեռացրու, բայց ոչ թե իմ կամքը, այլ քոնը թող լինի։ Եվ նրան երկնքից երևաց մի հրեշտակ և ուժ էր տալիս նրան։ Նա տագնապի մեջ էր և ամբողջ հոգով էր աղոթում։ Եվ նրանից քրտինքը հոսում էր արյան կաթիլների նման, շիթ-շիթ գետնին թափվելով։ Եվ վեր կենալով աղոթքից եկավ աշակերտների մոտ, նրանց քնած գտավ տրտմությունից։ Եվ նրանց ասաց. ինչու եք քնել, վեր կացեք, աղոթեցեք, որպեսզի փորձության մեջ չընկնեք։ Հիսուսի մատնությունը և ձերբակալությունը։ Եվ մինչ նա դեռ խոսում էր, ահա երևաց մի ամբոխ, և նա, որ Հուդա էր կոչվում, 12-ից մեկը, առաջնորդում էր նրանց։ Երբ Հուդան մոտեցավ Հիսուսին, համբուրեց նրան, որովհետև այն նշանն էր տվել նրանց, թե ում հետ ես համբուրվեմ, նա է, նրան բռնեցեք։ Հիսուս նրան ասաց. Հուդա, համբուրելով ես մատնում մարդու որդուն։ Երբ նրա շուրջը գտնվողները տեսան եղածը, նրան ասացին. Տեր, սրով նրանց հարվածենք։ Եվ աշակերտներից մեկը հարվածեց քահանայապետի ծառային և կտրեց դեն գցեց նրա աջ ականջը։ Հիսուսը պատասխանեց և ասաց. թույլ տվեք, բավ է եղածը, և դիպչելով ականջին այն բժշկեց։ Եվ իր վրա եկած քահանայապետներին, տաճարի իշխանավորներին և ծերերին ասաց. ինչպես ավազակի վրա եք գալիս սրերով ու մահակներով, միշտ ձեզ հետ էի տաճարում, և դուք ինձ վրա ձեռք չերկարացիք, սակայն այս է ձեր ժամը և խավարի իշխանության զորությունը։ Պետրոսի ուրացումները։
և բռնելով նրան տարան և մտցրին քահանայապետի տունը, իսկ Պետրոսը հեռվից գնում էր նրա հետևից։ Երբ գավթի մեջ կրակ վառեցին և նստեցին շուրջը, Պետրոսն էլ նստեց նրանց մեջ։ Մի աղախին տեսավ նրան կրակի լույսի մոտ նստած, հայացքը սևեռեց նրան և ասաց. «Սա էլ էր նրանցից, որ նրա հետ էին»։ Իսկ Պետրոսն ուրացավ ու ասաց. «Ես նրան չեմ ճանաչում, ով կին»։ Եվ քիչ հետո մեկ ուրիշը տեսավ նրան և ասաց. «Դու էլ նրանցից ես»։ Պետրոսն ասաց. «Ով մարդ, ես նրանցից չեմ»։ Եվ երբ մի ժամ էլ անցավ, մեկ ուրիշը վիճում էր և ասում. «Ճիշտ որ սա էլ նրա հետ էր, որովհետև Գալիլեայից է»։ Պետրոսն ասաց. «Ով մարդ, չգիտեմ այդ ինչ ես խոսում»։ Եվ նույն պահին, մինչ նա այս ասում էր, աքաղաղը կանչեց։ Տերը դարձավ և նայեց Պետրոսին, և Պետրոսը հիշեց Տիրոջ խոսքը, որ ասել էր իրեն. «Դեռ աքաղաղը չկանչած, 3 անգամ պիտի ուրանաս, թե ինձ չես ճանաչում»։ Եվ Պետրոսը դուրս ելնելով դառնորեն լաց եղավ։ Հիսուսի ծաղկումը։ Եվ այն մարդիկ, որ նրան պահպանում էին, ծիծաղում էին նրա վրա և խփում, ծածկում էին նրա երեսը և տանջում, հարցնում էին նրան և ասում. «Մարգարեացի՛ր, ո՞վ է, որ քեզ խփեց»։ Եվ հայհոյելով ուրիշ շատ բաներ էլ էին ասում նրա երեսին։ Հիսուս ատյանի առաջ։ Եվ երբ լույսը բացվեց, հավաքվեց ժողովրդի ծերակույտը, քահանայապետներ և օրենսգետներ, և Հիսուսին քաշեցին բերին իրենց ատյանի առաջ և ասացին. «Եթե դու ես Քրիստոսը, ասա մեզ»։ Նրանց ասաց. «Եթե ձեզ ասեմ, իսկ չեք հավատա, և եթե ես ձեզ հարցնեմ, ինձ պատասխան չեք տա կամ չեք արձակի ինձ։ Բայց սրանից հետո մարդու որդին պիտի նստի Աստծո զորության աջին»։ Եվ ամենքը միասին ասացին. «Ուրեմն դու Աստծո որդի՞ն ես»։ Եվ նա նրանց ասաց. «Դուք ասում եք, թե ես եմ»։ Եվ նրանք ասացին. «Էլ ինչ վկայություն է պետք մեզ, որովհետև մենք ինքներս լսեցինք նրա բերանից»։